Այսօրվա տոնի հետ կապված նախ ձեր շնորհավորանք։ Շնորհավորում եմ մեր զինվորներին, շնորհավորում եմ մեր ազատամարտիկներին, շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր հայրենիքի համար ինչ-որ մի բան արել են, մի լումա ունեն դրած, չեմ շնորհավորում պետական այրերին, որովհետև չկա նման պետական այր, որ ինքը արժանանա շնորհավորանքի։ Պարոն Վարդանյան, այսօր իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի եկել այստեղ հուշահամալիր, իրենց հարգանքի տուրքը չեն մատուցել, միայն մի քանի ծաղկեպսակ են ուղարկել եւ վերջ, ինչպես կմեկնաբանեք։ Ժողովուրդ, դրա համար մենք իրան չենք շնորհավորում։ Երկրորդը, այդ իշխանությունը բացարձակապես կապ չունի առաջին հանրապետության օրվա հետ կապված Սարդարապատի, Բաշաբարանի եւ Ղարաքիլիսայի պատերազմի հետ։ Քանզի այս մարդիկ իրանց բերանով ասում են, չէ, պատմական Հայաստան, չգիտեմ, եւ այլն չկա, կա Հայաստան, որը որ սուվերեն պետություն Արցախը հանձնել։ Ես իմ sense բարբաջանքներ են ասում։ Պրինցիպի շատ լավ են արել, որ չեն եկել, չեն պղծել այսօրով այս հուշահամալիրը, նաեւ կարային ծաղկեպսակները չգրգեին, թե ծաղկեպսակները տանային դնեին իրանց հայատները։ Պարոն Վարդանյան, այսօր ռազմական շքերթ է իրականացվել Հանրապետության հրապարակում 10 տարվա ընթացքում առաջին անգամ են նման շքերթ իրականացել։ Դուք ինչ եք կարծում ընդհանրապես ինչու հենց այս օրերին, երբ որ մի քանի օրից արդեն ընտրությունները պիտի լինեն, կարծիքներ կան, որ նախընտրական ինչ-որ ժողովուրդ մի 2 օր առաջ երևի ես մեկնաբանել եմ եւս 8 տարի կառավարման ընթացքում ոչ մի շքերթ չիրականացրեցին եւ եկան հասան այս նախաշեմին ընտրության հիմի ուզում են ցույց տան ինչ-որ տեխնիկա ենք բերել, ինչ-որ չգիտեմ, սենց գերագույն գլխավոր հրամանատար են 44-օրյա պատերազմի ոնց էր ասում, ով է կասկածում իմ գերագույն գլխավոր հրամանատարության վրա, մարդու ծիծաղել է գալի այդ բառը ասելուց, հիմի ինքը ուզում է զգա իրան այդ հրամանատարը, ժողովրդին խաբելով, չգիտեմ, սենց թիթիզ բաներ անելով ուզում են քվե ստանան ժողովրդից, ես ասեմ, այս շքերթը մեր զինվորներն են ափսոս, էլի, որ իրանք հրամանի տակ են եւ չեն կարա էլի ըմբոստանան եւ չմասնակցեն նման պետական արարողությունների, որովհետեւ արժանի չի նա, որ իր դեմով զգաստ անցնի զորքը, արժանի չի նա, որ չգիտեմ էլի իրան փառաբան են, ժողովուրդ չեմ ուզում իր մասին շատ խոսամ, կներեք ավելի առօրյա հարցեր իշխանությունից զատ, կառավարությունից զատ։ Պարոն Վարդանյան, օրեր անց արդեն ընտրություններն են, քարոզարշավը, նախ ինչպես եք դուք քարոզարշավը իրականացնում, ինչ ֆորմատով եք իրականացում, ինչ խնդիրներով են ձեզ մոտենում քաղաքացիները եւ ինչպես եք գնահատում քարոզարշավի այս ընթացքը։ Դուք կուսակցությունը քարոզարշավը իրականացնում է անմիջապես ժողովրդի հետ շփվելով, ցիգանական, այս սովորական բաները, որ կա, որ հելնում են գնում են փողոցները, ժողովրդին խաբում են, չգիտեմ, մենք այդ ֆորմատով չենք անում։ Դոկ կուսակցությունում, Դոգի Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, Դոկ կուսակցությունում համախմբված են падգամավորի տեխնացուներ ցուցակի մեջ, բոլորը կայացած մարդիկ են, որ ամեն մեկը իր հատվածում, իր բնակավարում բազմաթիվ աշխատանքներ ցուցաբերել, ժողովուրդը բոլորին ճանաչում են։ Դրա համար կարիք չկա ավելորդ ժողովրդին այս 19-18 մեզի հանած, 18 կուսակցություններ, ամեն մեկը գնում են մի բան խաբում են 5 տարին մեկ ժողովրդին, որ մենք գալու ենք ձեր համար այս ենք անելու, գալիս են անում են լրիվ հակառակը։ Մենք ուրիշ ֆորմատով ենք անում, մենք ժողովուրդը տեսել է մեր բոլորի աշխատանքները, Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նա չի եղել քաղաքական դաշտում, այսինքն ոչ թե քաղաքական դաշտում, նա չի եղել պետական պաշտոնյա, նա չի եղել կառավարման համակարգում, բայց երկար տարիներ անհատ մարդկանցից մինչև կառույցներ կարեցել է ինքը հարցեր լուծի։ Ձեր ուժի շանսերն ինչպես եք գնահատում, կհաջողվի իշխանության գալ ու եթե ամեն դեպքում չհաջողվի, որ ուժերի հետ եք հավանական համարում համագործակցություն։ Տեսեք, ես մի հատ ասեմ մեր ուժի հավանականությունը ինչքան եմ գնահատում։ Մեր ուժի հավանականությունը պետք է գնահատի ժողովուրդը։ Մենք անպագորգոր չենք ասում, մենք գնում ենք 50+1-ի։ Մենք սպասում ենք ժողովրդի գնահատմանը այս տարիների աշխատանքների հետ կապված։
հիմնականում ասեմ, մենք անհավասար պայմաններում ենք մտել մարտական բանի քարոզարշավի, մենք անհավասար պայմաններով ենք մտել քարոզարշավի, որովհետև տեսեք ստե ինչ է կատարում։ Ես հիմի ուզում եմ հասկանամ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության գործող վարչապետն է, թե բանա հավակնող տեխնացուա, ոնց որ բոլոր տեխնացուները։ Ինչի համար եմ ես հարցը տալի, Նիկոլ Փաշինյանը բանա ոստիկանության ուղեկցությամբ իր քարոզարշավներն անում, իր ծառայողական մեքենաներով իր քարոզարշավներն անում եւ նմանատիպ շարունակ, էլի պետ բյուջեի հաշվին, ժողովրդի հաշվին, ինքը անում է իր քարոզարշավները։ Մենք մեր լիդերը գտնվում այսօր անազատության մեջ, շատ հեռու, տարի 6 ամիսա ինքը ապօրենի պահված է բանտում եւ մենք առանց մեր լիդերի անում ենք քարոզարշավ։ Մենք չենք տրտնջում, որովհետեւ մենք թիմային աշխատանքը գիտենք ինչա, մենք զինվորականներ ենք, այ կտեսնեք ամսի 7-ից հետո։ Հետ կհամագործակցի։ Համագործակցելը, ասեմ, հստակ ասում եմ նախկին ներկաների հետ 100% չենք համագործակցելու, այն մնացածը կտեսնենք այս ընթացքում իրան ով ինչ ոնց կդրսևորի, որովհետև նայեք Հայաստանի Հանրապետությունում կուսակցություններ այնքան շատ են, այդքան մարդ չկա։ Դրա համար սենց անծանոթ կուսակցություններ, սենց ընտրություններից առաջ բացված կուսակցություններ, անհայտ մարդկանց ղեկավարությամբ կուսակցություններ, որ չգիտես այդ մարդը ով է, ինչ արել։ Լավ, պետության համար ինչ-որ մի բան արել է, որ այդ մարդը կուսակցությունա բաց է եւ այսօր ակնկալում է հավակնի վարչապետի պաշտոնին։ Համել մի բան էլ ասեմ ժողովուրդ։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, չէ՞ բոլորս։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունով ինչա տալի վարչապետի ընտրությունները, թե ազգային ժողովի։ Բա մենք ենք հանում ասում մեր վարչապետի ընտրությունները, մեր վարչապետի տեխնացուն, օրինակ ճակերտավոր, չգիտեմ, բաննա, սուտ խոսանը։ Մենք կձևավորենք ազգային ժողով, ազգային ժողովի մեծամասնությունը քվեմ ստանալու դեպքում ազգային ժողովում մենք կներկայացնենք, ելի եմ կրկնում, մենք հայտարարել ենք մեր վարչապետի տեխնացուին Վարդան Ղուկասյանին, կներկայացնենք Վարդան Ղուկասյանին եւ կքվեարկենք նոր կնշանակենք վարչապետ, որովհետև ազգային ժողովի ընտրություններում նայեք մոտավորապես 8-9 տարի, լավ, այն մի քիչ հաշվենք Սերժ Սարգսյանի ժամանակ, որը դարձավ վարչապետական, սարքել են սուպեր վարչապետական կառավարություն։ Հիմի որ ուզենա ազգային ժողովը ազդեցություն ունենա վարչապետի վրա չի կարա, չէ՞ բնականաբար, որովհետև վարչապետը ասում է դուք իմ ուսապարկելն եք, երբ ուզեմ կշպրտեմ, բայց հակառակը պետք է լինի։ Ես էլ եմ շնորհակալ։